Free News-ի եթերում լուրերից դուրս կզրուցենք քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Օրդուխանյան, անցնող շաբաթվա իրադարձություններից մեկը, ոչ թե գլխավորը, կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, նաև այն իմաստով, որ տարաբնույթ մեկնաբանությունների տեղի տվեց այդ հարցազրույցը։ Ասենք ես կարամ օրինակը բերեմ, կարող եմ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ըստ երկրորդ նախագահի դա լավագույնն էր, ինչ որ Հայաստանի համար կարող լիներ, եւ հակառակը օգոստոսի 8-ի փաստաթուղթը դա 0 էր։ Ես ուղղակի խոսքը չեմ մեջբերում, ուղղակի մոտապես այս պատկերն է ստացվում։ Ըստ ձեզ ինչով է պայմանավորված նաև այդ ակտիվացումը։ Բնականաբար նախընտրական տարի է, կան քաղաքական հավակնություններ եւ պետք է քաղաքական տարբեր գնահատականներ հնչեցվեն։ Այս տեսանկյունից լավ է ասուլիսի կազմակերպումը, որովհետեւ որոշ ընկալումներ մեզ համար բարձրորոշվեցին, այդ քաղաքական ընկալումները, թե ինչպես կարող է պատկերացնել խորհրդարանական ընտրություններին մասնակցության հավակնություն ունեցող միավորը եւ ինչպես նշեցիք, առանցքային կետերից մեկը նոյեմբերի 9-ի եւ օգոստոսի 8-ի փաստաթղթերի կարծես թե համեմատություններ, երբ առաջինը ներկայացվեց որպես ավելի լավ կամ լավագույնը Հայաստանի համար, այստեղ մի փոքր տարակուսելի է, թե դրա լավ կամ լավագույն լինելն ինչով է պայմանավորված, որովհետեւ ես հիմա կետառ-կետ կնշեմ, թե այդ փաստաթուղթի արդյունքում ինչ իրողություններ իհայտ եկան, դա այն փաստաթուղթներ, որը ամբողջությամբ խախտվեց, դա այն փաստաթուղթներ, որի հետևանքով Արցախ այլևս չկա, Արցախահայությունն այլևս Արցախում չէ։ Հիմա այդ փաստաթղթի լավը որն է, այսինքն այդ փաստաթուղթը ծնել է այսպիսի իրողություններ։ Առավել ևս լավը Հայաստան։ Գուցե դա լավ էր, բայց բնականաբար ոչ Հայաստանի համար, այլ մյուս շահառուի համար, մասնավորապես Ադրբեջանի համար, որը այդ փաստաթղթով իր համար շատ հարցեր կարողացավ լուծել, ի վնաս Արցախահայության, ի վնաս Հայաստանի Հանրապետության շահի։ Հիմա սրանք փաստեր են եւ բնականաբար հարց է առաջանում, որն է այս փաստաթղթի լավը, երբ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախահայությունը այդ փաստաթղթի տրամաբանության համատեքստում միայն տուժել են եւ որևէ բան չեն շահել։ Արցախահայության մասով ասացի, Արցախի մասով ասացի, Հայաստանի Հանրապետության բարագայում էլ նշեմ, որ այդ փաստաթղթի գործածության, այսպես ասենք, ընթացքում էր, որ մենք ունեցանք նաև ներխուժումներ, տարածքային կորուստներ ունեցանք, մեր լեգիտիմ տարածք, սա Հայաստանի համար լավ է, երբ Հայաստանի Հանրապետության լեգիտիմ տարածք են նվաճում ռազմական ճանապարհով, արդյոք Հայաստանի Հանրապետության համար լավ է, երբ իր դաշնակիցը իր պարտականությունները չի կատարում եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես հակառակը կգնահատեմ, որ դա վատ փաստաթուղթ էր, բայց նաև ուզում եմ հիշեցնել, որ այդ փաստաթուղթը երբ ստորագրվեց, այդ ուժը, ներկայացուցիչները առհասարակ խորհրդարանական, այսպես ասենք, ընդդիմությունը դա կապիտուլյացիայի փաստաթուղթ էր համարում, հիմա եւ վերջին հարցը դրում արդյոք իրենց բնորոշմամբ ժամանակին Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթը լավագույն փաստաթուղթն է։ Դա ցույց է տալիս, որ գուցե նպատակադրումը հենց կապիտուլյացիան էր եւ դրա համար է, որ այդ փաստաթուղթը պետք է համարել լավը։ Բայց բարեբախտաբար մեզ համար դրանից հետո ստորագրվեց ԱՄՆ միջնորդությամբ մի փաստաթուղթ, օգոստոսի 8-ի փաստաթուղթը, որը նոր է գործարկվելու եւ հետեւապես այն փաստաթուղթը, որը դեռևս գործարկված չէ, ամբողջությամբ դրա վերաբերյալ գնահատական հնչեցնելն էլ անտրամաբանական է, հետո չենք կարող ասել լավ է թե վատ է, որովհետև դեռևս գործընթացը նոր է մեկնարկում։ Կետերի մասով ասեմ, որ շատ ավելի լավ է, որովհետև ի տարբերություն նոյեմբերի 9-ի փաստաթղթի, որտեղ կար ըստ էության ռուսական վերահսկողության տակ այդ ճանապարհի տրամադրումը, հստակ նշված էր այդ մասը, ռուսական գործոնի առկայությունը, օգոստոսի 8-ի փաստաթղթում կան այլ շեշտադրումներ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության վերաբերյալ, եւ հետեւապես սա այլևս կասկածից դուրս է հանում, որ այդ
ճանապարհը, որը ստացել է այլ անվանում TRIP, կարող է լինել ադրբեջանական կամ այլ ուժերի վերահսկողության տակ։ Այլ բան է կառավարման իրականացումը, այլ բան է վերահսկողությունը։ Իրենք բերում են կեղծ փաստարկներ, նշելով, որ անխոչնդոտ է գրված, ես ուզում եմ ասել, որ անխոչնդոտ չի նշանակում անվերահսկելի։ Անխոչնդոտը լրիվ ուրիշ բան է նշանակում եւ երբեմն ոմանք փորձում են այդպես անխոչնդոտը ներկայացնել, որ վերահսկողությունից դուրս է լինելու, բայց նման բան ուղղակի հնարավոր չէ։ Տրամաբանության ցանկացած ճանապարհ միջազգային դա անխոչնդոտ ճանապարհ է։ Իհարկե, որովհետեւ մի երկրից մտնում են եւ անցնում են մեկ այլ երկիր եւ որևէ մեկը չի խոչնդոտում, բայց չնշանակում, որ չի վերահսկում։ Եվ սրանք տարբեր կշիռ ունեցող հասկացություններ են, այդ թվում նաև միջազգային հարաբերություն, բայց ինձ մոտ հիմա մի միտք էլ ծագեց կապված այն բան հետ, որ նոյեմբերի 9-10-ի փաստաթուղթը լավագույնն էր կարծես, թերևս տեսեք երկրորդ նախագահի օրոք պաշտոնավարման մենք բազմաթիվ ստրատեգիական ենթակառուցվածքներ Հայաստանի փոխանցել ենք Ռուսաստանին այլ սուբյեկտների կառավարմանը։ Հիմա նոյեմբերի 9-ի փաստաթղթով էլ այդ ենթակառուցվածքը ըստ էության մենք պետք է փոխանցեինք։ Բայց օգոստոսի 8-ով մենք ոչ մեկի ոչ մի ենթակառուցվածք չենք փոխանցում եւ դա մնում է մեր վերահսկողության տակ։ Արդյոք լավ է, ես կարող եմ ենթադրել եւ հարցադրում անել, որ իրենք ցանկանում են, որ այդ մի ենթակառուցվածքն էլ փոխանցվի Ռուսաստանին, այսինքն այդ ճանապարհը, որովհետև իր նախագահության տարիներին Հայաստանի ստրատեգիական այլ ենթակառուցվածքներ փոխանցվել են Ռուսաստանի դաշտում։ Ընդ որում այդ տարիներ շարունակ ոնց որ առևտրի առարկա է եղել այդ թեման։ Իհարկե։ Եվ դա կոնֆլիկտ կառավարելու հիմքեր է տվել, եւ դա կողմերի վրա ազդեցություններ գործադրելու լծակներ է տվել եւ այլն եւ այլն։ Իսկ այս փաստաթղթի պարագայում արդեն օգոստոսի 8-ի շատ ավելի ընդգծված է մեր իրավազորության, սուվերենության եւ բնականաբար տարածքային ամբողջականության սկզբունքը։ Իդեպ, որի տակ ստորագրել է նաեւ Ալիևը։ Ընդ որում նաեւ օրինակներ բերվեց, որ եթե անգամ Հայաստանը ուզում է նոր ատոմակայան, ապա միակ տարբերակը կրկին ռուսականն է, միայն Ռուսաստանն է, որ ունի մոդուլային էլեկտրական ատոմակայաններ, ես չգիտեմ, միգուցե ես ուղղակի վրեպել եմ, բայց ես նման բան չեմ հիշում, ռուսական մոդուլային միջուկային կայանները։ Չէ, բայց խնդիրը մոդուլային կամ ոչ մոդուլայինը չէ, խնդիրն այն է, որ կան մարդիկ, ովքեր Ռուսաստանից են կողմ աշխարհում կարծես թե ուրիշ պետություն չեն տեսնում եւ ամեն բան պայմանավորում են Ռուսաստանի հետ։ Սա մտահորիզոն է, աշխարհընկալում է, որն այսքան է այս սահմանների մեջ է տեղավորվում, բայց քանի որ մեր քաղաքականությունն այսօր մասնավորապես արտաքին ուղղված է դիվերսիֆիկացմանը եւ ուժերի հաշվեկշռին նոր բալանսավորմանը, բնականաբար մենք պետք է այլընտրանքներ գտնենք այս պարագայում եւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից ենթակառուցվածքի ստրատեգիական չլինենք մեկ կողմից տոտալ կախվածության մեջ, այսինքն այդ մոդուլային ատոմակայանների վերաբերյալ իդեպ ես նշեմ, որ հայ-ամերիկյան 3 ստորագրված հենց օգոստոսի 8-ին այդ հուշագրերից մեկը հենց վերաբերում է էներգետիկ ոլորտին, որտեղ հստակ հենց այդ ընդգծումն էլ արված է քաղաքացիական նշանակությամբ միջուկային էներգետիկայի զարգացման ուղղությամբ հեռանկարներ եւ համագործակցության հնարավորություններն են շեշտադրված, սա նշանակում է Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է նաեւ միջուկային խաղաղ էներգետիկայի պայմաններում այլընտրանքների որոնում եւ ոչ թե Ռուսաստանից եւս մեկ անգամ տոտալ կախվածություն։ Քանի որ խոսեցինք սպասվող քաղաքական գլխավոր իրադարձության մասին եկող տարվա ընտրությունների եւ սա ընտրությունների հայտ էր Ռոբերտ Քոչարյանի կողմից, վստահ եմ շարունակաբար բոլոր այդ հայտերը կներկայացնեն, այդ թվում նաեւ Սամվել Կարապետյանի ստեղծվելի կուսակցությունը կամ ստեղծված չգիտեմ, միգուցե իրենք արդեն ստեղծել են։ Ամեն դեպքում, երբ որ խոսում ենք 4-րդ հանրապետության մասին, վարչապետը ասում է 4-րդ հանրապետությունն է, 4-րդ հանրապետությունը կարող է լինել նույնատիպ խորհրդարանով։ Միանշանակ չպետք է այդպեսին լինի, եթե մենք ուզում ենք ունենալ որակական իմաստով 4-րդ հանրապետություն եւ վարչապետը մի կարճ
ուղերձ էր հղել, որտեղ հենց բերում էր հիմնավորումները երրորդի եւ չորրորդի միջև, կարծես ընդգծել է, որ երրորդի հիմքում կոնֆլիկտն է եղել եւ չորրորդի հիմքում մենք ուզում ենք դնել խաղաղություն։ Հիմա ակնհայտ է, որ այսօրվա խորհրդարանի ընդդիմադիր զանգված իրենք կոնֆլիկտային են եւ ներքաղաքական տեսանկյունից եւ նաեւ փորձում են մերժելով այդ փաստաթղթերը, խաղաղության այսպես ջանքերը դրանք կասկածի տակ դնելով ինչ են ուզում անել, կոնֆլիկտի նոր հիմքեր են ուզում ստեղծել։ Հիմա եթե այս սեգմենտը, կոնֆլիկտածին սեգմենտը, կոնֆլիկտի ձգտող սեգմենտը լինում է 4-րդ հանրապետության խորհրդարանում, բնականաբար խաթարվում է 4-րդ հանրապետության այն կոնցեպտը, որը պետք է հիմնվի խաղաղության վրա։ Եվ սա շատ լուրջ հարց է, ռազմավարական հարց է, ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարի տեսանկյունից եւ այսօրվանից այն բոլոր ժողովրդավարական եւ խաղաղության խոսույթի կողմնակից քաղաքական ուժերը արտախորհրդարանական, որոնք կան դաշտում, որոնք գործունեություն են ծավալում, որոնք արժեքային տեսանկյունից տրամագծորեն տարբերվում են Հայաստանի միութենականության, այսպես ասենք, ճիրաններ գուբերնիզմի կողմնակիցներից։ Սա շատ կարևոր է, այսինքն եթե միութենականության խոսույթը լինելու է 4-րդ հանրապետության խորհրդարանում, եթե Զանգեզուրի Միջանցքի խոսույթը լինելու է, եթե ռևանշիստական խոսույթը լինելու է, այդ 4-րդ հանրապետության հիմքը խաղաղության արդեն խարխլված է լինելու։ Մենք չենք կարող այս սեգմենտը վերցնել եւ տեղափոխել եւ ունենալ կայուն 4-րդ հանրապետություն։ Այստեղ խորհրդարանի կազմից շատ բան է կախված, որ մենք խորհրդարանական երկիր ենք եւ մի անձի կամքից չէ կախված կամ մի անձի դերակատարությունը վճռորոշ չէ, եթե մենք լինենք նախագահական երկիր, գուցե խորհրդարանը այս կարևորությունը ես չտայի խորհրդարանին, բայց քանի որ մենք խորհրդարանական երկիր ենք, մենք պետք է հասկանանք, որ մեր խորհրդարանի կազմից առողջ Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանող, Հայաստանը ավտորիտար բլոկների մեջ չպատկերացնող եւ այդ բլոկների մեջ չներքաշող ուժեր են մեզ անհրաժեշտ, որոնք կտանեն այս քաղաքական գիծը եւ դրանով Հայաստանի Հանրապետության ինքնուրույնությունը ավելի կամրապնդվի։ Իսկ ինչ շանսեր կարող են ունենալ այսօրվա խորհրդարանական ընդդիմադիր ուժերը ըստ ձեզ։ Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը նկատենք, որ ունեն շատ ռեսուրսներ, թե ֆինանսական, թե կազմակերպական, թե մարդկային, եւ սա շատ կարեւոր է քաղաքական մրցակցության մեջ, քաղաքական պայքարի տեսանկյունից եւ բնականաբար այդ ռեսուրսները իրենք օգտագործելու են առավելապես նաեւ ունենալով որոշակի արտաքին աջակցություն այն քաղաքական օրակարգերին, որոնք ամենևին միտված չեն Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման, այլ կարծես թե ավելի շեշտադրում են, որ Հայաստանը առանց որևէ սուբյեկտի գոյություն ունենալ չի կարող, հետեւաբար եթե ցանկանում ենք Հայաստանի շարունակականություն, այո, մեզ նորից պետք է մեծ եղբայրը, որը մեզ մոռացել էր 20 թվականին, դրանից հետո, երբ Հայաստանի տարածք ներխուժեցին ադրբեջանցիները, մեզ մեծ եղբայր պետք չէ, մեզ մեծ եղբայր տենչացող քաղաքական ուժեր խորհրդանում պետք չեն, եթե մենք պետականության հիմքերն ենք ուզում ամրապնդել, եւ այս հարցը շատ կարեւոր է, այդ ռեսուրսները այսօր կան եւ նրանք այսօր էլ փորձում են դա օգտագործել, ասուլիս կլինի, նոր շարժման մեկնարկ կլինի եւ այլն, սրանք նախադրյալներն են այդ քաղաքական պայքարի մեջ ներառվելու։ Այստեղ հարց է առաջանում արտախորհրդարանական մյուս ուժերի մասով, որոնք Հայաստանի անկախության կողմնակիցներն են, Հայաստանը ավելի ինքնուրույն եւ դիվերսիֆիկացված, հավասարակշռված հարաբերություններ ունեցող պետության հեռանկարի այսպես կողմնակիցներն են իրենց համար։ Ընդ որում ներողություն Եվրաքվեով էլ ապացուցեցին, որ բավականին մեծ ներուժ ունեն։ Եվ նաեւ ցույց տվեցին, որ իրենց ընկալումները քաղաքական հեռանկարի վերաբերյալ Հայաստանի համընկնում են նաեւ ժողովրդի պահանջին, համընկնում նաև ժողովրդի պատկերացումն են։ Այս ուժերին պետք է որոշակի օժանդակություն, այս ուժերին կարծում եմ պետք է միևնույն գաղափարի շուրջ միավորում, համախմբում ամեն դեպքում հաշվի առնելով պետության շահը։ Մի կողմ է պետք դնել անհատական
կուսակցական շահերը, որովհետև հաջորդ ընտրությունը սա Հայաստանի ինքնիշխանության եւ ինքնիշխանությունը կասկածի տակ առնելու միջև ընտրություն է լինելու։ Հիմա եթե մենք ունենում ենք այս երկու թևից ներկայացուցիչները, մենք չենք ունենում այն 4 հանրապետությունը, որի մասին մենք խոսեցինք քիչ առաջ, կամ մեր ընկալումներն այդպիսին են 4 հանրապետության մասին։ Հետևաբար այս ուժերին պետք է միավորվել, մի կողմ դնել, ամեն դեպքում ապահովել որոշակի մուտք խորհրդարանում, հետո խորհրդարանի ներսում թող որոշեն, կարող են եւ առանձնանալ առանձին խմբակներով գործել, բայց քանի որ իրենք այլ քաղաքական արժեքների կրողներ են, այդ ներկայությունը Հայաստանին ավելի մեծ մանևրելու հնարավորություն է տալու, նաև արտաքին հարաբերությունների, նաև դիվանագիտության մեջ, եւ ես կարծեմ, որ սա ստրատեգիական է այս ուժերի ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության խաղաղ համակեցության հերանեկարի համատեքստում։ Պետք է դիտարկել նաև սա հարց է Մոլդովայի օրինակը։ Մենք տեսանք, որ Մոլդովան հետաքրքիր ճանապարհով գնաց, նաև որոշ ուժեր արգելվեցին մասնակցության տեսանկյունից, հասկանալով, որ այնուամենայնիվ այդ ուժերը ունեն որոշակի ռեսուրս եւ այդ ռեսուրսով ազդելու են, բայց այստեղ դեմոկրատիա եւ ոչ դեմոկրատիայի միջև ընտրության հարց չէ, որովհետեւ հաճախ փորձում են ներկայացնել, որ եթե որոշ քաղաքական ուժերի գործունեությունը արգելվում է, դա դեմոկրատական չէ։ Իսկ ով է ասել, որ դեմոկրատիան առաջնահերթորեն չպետք է պաշտպանի պետության շահը, այլ քաղաքական ուժերի շահը։ Ոչ, եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն որոշակի ռեսուրս եւ այդ ռեսուրսով ազդելու են քայքայիչ գործունեությամբ պետության հիմքերի պարագայում, այստեղ դեմոկրատիայի պահանջը լրիվ այլ է։ Դեմոկրատիան պետք է ուղղված լինի պետության հիմքերի պաշտպանությանը։ Դեմոկրատիան պետք է պաշտպանվի։ Այո, եւ հետեւաբար Մոլդովան իր օրինակով ապացուցեց, որ եթե կա նման սպառնալիք, այդ սպառնալիքը պետք է ի սկզբանե չեզոքացնել եւ ոչ թե թողել մտնի պայքարի մեջ եւ հետո պայքարել այդ հետևանքների դեմ, որը անգամներ ավելի դժվար եւ բարդ է լինելու։ Հիմա նույն բանն է, եթե դու գիտես պետք է ինչ որ ճանապարհով անցնես եւ այդ խոչընդոտները քեզ վնասելու են, եւ դու գիտես ինչպես այդ խոչընդոտները վերացնել, ավելավա վերացնես նոր այդ ճանապարհը անցնես, ոչ թե գնաս եւ բախվես այդ խոչընդոտներին, հետո փորձես խուսափել հետևանքներից։ Նաեւ Ռումինիան դրանից առաջ է։ Այո, որովհետեւ հասկանալի է, աշխարհակարգ այսօր ինտենսիվորեն, այսպես ասենք, շահերի հակամարտության մեջ է խոշոր տերությունների, մի կողմից ժողովրդավարության ձգտում, մի կողմից ավտորիտարիզմի ամրապնդում։ Հիմա մեր ռակուրսում էլ է, չէ, ակնհայտ։ Եվ շատ հետաքրքիր եկեք համեմատություն անենք։ Տեսեք, այն խորհրդարանական ուժերը այսօր որպես ընդդիմություն, որոնք նախկինում եղել են իշխանություն, իրենց կառավարման տարիներին Հայաստանը եղել է ավտորիտար պետություն։ Այսինքն իրենք ուզեն, չուզեն, համաձայնեն թե անհամաձայն լինեն, իրենք ավտորիտարիզմի քաղաքական վարչակարգի պայմաններում իշխանություն իրականացած։ Որտեղ բոլոր ընտրություններից հետո տեղի ունեցել շատ լուրջ քաղաքական բախումներ։ Այո, հետընտրական process-ներ, շատ կոնֆլիկտային բախումներ, նույնիսկ մարդկային ողբերգական կյանքեր են, այսպես ասենք, հա, նխլվել, հիշենք մարտի 1 եւ այլ այդ իրադարձությունները եւ պարզ է, չէ, որ սա ավտորիտար բլոկն է։ Եվ դեմոկրատական բլոկ, որը այսօր քաղաքացիական պայմանագրով է, բայց մենք դեմոկրատական բլոկի այլ քաղաքական ուժեր ունենք, որոնք խորհրդանում չեն։ Հիմա մեր շահը չի թելադրում, որ մենք եթե ուզում ենք դեմոկրատիա զարգացնել, դեմոկրատական ուժերով ունենանք խորհրդարան ամբողջապես, ելի իշխանություն ընդդիմություն, բայց դեմոկրատական ձգտումներով, այլ ոչ ավտորիտարիզմի եւ դեմոկրատիայի միջև պայքար, որովհետեւ ավտորիտարիզմի պայքարի մեթոդները մենք գիտենք ինչպիսին են՝ ռեպրեսիվ, կոշտ, կոպիտ, եւ մենք գիտենք, որ դեմոկրատիայի պարագայում կայունությունը շատ ավելի տևական է լինում, այսինքն սրանք ստրատեգիական հարցեր են, ես կարծում եմ։ Օրինակը կարող եմ բերել, երբ որ Ռոբերտ Քոչարյանը ասեց, որ պետք է ժողովրդին բացատրել, որ խաղաղություն չի սա, այլ պետք է բացատրել, որ սա մեկ մարդու բարի կամքից կախված ընդհանրապես զինադադար է, այստեղ ես չեմ հասկանում, ինչա դա նշանակում։ Տեսեք, Հայաստանը նաև մեղադրվում է կոնֆլիկտ հրահարելի մեջ պատերազմ, չէ՞։ Եվ սա թշնամու հակառակորդի խոսույթն է։ Այդ մարդը ում բարի կամքից ինչ որ բան կախված էր, այդ կամքը նախ բարի չէ, որովհետև դա այն մարդու կամքն է, որը պատերազմ է սանձազերծել, եւ այդ պատերազմի հետևանքով
կորսվել է Արցախ եւ Արցախահայությունը ուղղակի իր, այսպես ասենք, բնորանից եւ հազարավոր դուրս է բերվել, այո, բռնագաղթել է հազարավոր, հիմա ինչ բարի կամքի մասին կարող է խոսք։ Մենք պետք է հասկանանք, որ մեր հեռանկարը ապագան կամ ճակատագիրը, ով ինչպես ուզում է ձևակերպել, մեզնից է կախված եւ ոչ թե ինչ որ մեկի բարի կամքից կամ չար կամքից, առավել եւս կամքից։ Գիտեք, այս խոսույթը շրջանառողը ինքը սուբյեկտայնության գիտակցություն պետք է ունենա։ Այս պարագայում օբյեկտայնության գիտակցություն է։ Այսինքն դու քեզ դիտարկում ես օբյեկտ, եթե ասում ես իմ իրողությունը կախված է ինչ որ մյուսի բարի կամքից։ Տրամաբանություն։ Եվ բնականաբար այս խոսույթը մերժել է մեր ժողովուրդը, մերժել է պատերազմից հետո 21 թվականի ընտրությունների արդյունքներով, բայց պետքա վերջնականապես մերժել, որովհետև ես քիչ առաջ ասացի խորհրդանի կազմի մասին, հա, հիմա մենք պետք է հասկանանք հետևյալը։ Սա նշանակում է, որ եթե օրինակ այդ ուժը գալիս է իշխանության, ինքը ինչ նորից կոնֆլիկտ է հրահրելու։ Այսինքն մենք նորից պատերազմ ենք գնալու։ Նոր պատերազմ ենք սկսելու։ Ինչ ենք անելու։ Հիմա կա պատերազմի խոսույթ եւ խաղաղության խոսույթ եւ այսօր Հայաստանում այս երկու իրողությունները իրար հետ մտել են պայքարի մեջ են։ Խաղաղության խոսույթը փորձում է հիմնավորել խաղաղություն եւ դրա համար ստեղծել նախադրյալներ եւ մենք տեսնում ենք փաստաթղթեր, մենք տեսնում ենք ամերիկյան ստրատեգիական ներկայացվածության հեռանկարը Հայաստանը, միդեպ ես ուզում եմ մենք սա կարևոր ենք, չէ՞, շատերը ինչ էին ասում այդ թևի ներկայացուցիչները։ Դե Թրամփը, որ եկավ իշխանության, Ամերիկան կմեկուսանա։ Եվ ես ձեր եթերում եմ ասել, ուզում եմ հիշեցնել, վկայակոչելով MAGA-ն, Make America Great Again, չի կարող լինել կրկին հզոր Ամերիկա առանց աշխարհաքաղաքականության մեջ իր շահերը առաջ մղելու։ Եվ մենք տեսանք, որ այդ MAGA-ն բերեց այսօր Հայաստանում թրիփ ուղուն։ Այո։ Հիմա սա մեկուսացում է, իզոլացում է Միացյալ Նահանգների, թե հակառակը։ Չի կարող Միացյալ Նահանգները լինել ամենահզորը, բայց նահանջել աշխարհաքաղաքականության մեջ։ Սրանք այնքան պարզ իրողություններ են, որ պետք է հասկանալ եւ դադարել մանիպուլացնել այս ամենը, որովհետեւ այս ամենը շատ արագ տեղի ունեցավ։ Հիշեցնեմ, որ նախագահ Թրամփը միայն այս տարվա հունվարի 20-ից է ստանձնել իր պաշտոնը եւ այս կարճ ժամանակահատվածում Միացյալ Նահանգները ծրագրով եկել է Հարավային Կովկաս։ Նախկին կոնֆլիկտի գոտի, որտեղ հեգեմոնի դեր ուներ Ռուսաստանը։ Եթե չկա կոնֆլիկտ, չկա ռուսական մեծ ազդեցություն։ Այ դրա համար նախկին ուժերը ուզում են նորից կոնֆլիկտ, որպեսզի վերադառնա կրկին ռուսական ազդեցությունը լիակատար այս տարածաշրջան։ Բայց մենք մեր ժողովուրդը մերժում է, կարծում եմ, այս գաղափարը եւ ես շատ կցանկանամ, որ մեր քաղաքական ուժերը դեմոկրատական հենց այս խոսույթը գեներացնեն եւ առաջ մղեն, բացատրեն մեր ժողովրդին խաղաղության գինը եւ կարեւորությունը պետության հիմքերի ամրապնդման եւ մեր կարողությունների բարձրացման տեսան։ Եթե մենք այս խնդիրները լուծենք, այդ խաղաղությունը կլինի տևական, բայց եթե մենք կրկին դադարենք խաղաղության ուղված քաղաքականությունը եւ կրկին սկսենք կոնֆլիկտի մասին խոսել, մենք վստահաբար այդ կոնֆլիկտը ունենալու ենք։ Մանավանդ, որ առաջարկների պակաս չկա։ Հակառակ թևից առաջարկների պակաս չկա կոնֆլիկտային տրամաբանությամբ, այս պահանջները։ Բա որովհետև իրենք չէին ուզում, իսկ ինչ է Ալիևը, եկեք մատ հիշենք, ինչ էր ասում Ալիևը պատերազմից հետո մինչև այս վերջերս։ Հայաստանի հետ չի բանակցելու, Հայաստանը կապիտուլացվել է, Հայաստանը չպետք է զենք գնի, չպետք է բանակ ունենա եւ այլն եւ այլն։ Զանգեզուրի միջանցք, Արևմտյան Ադրբեջան, այս խոսույթն է Ադրբեջանի։ Բայց գնացել է ինչա ստորագրել Ալիևը։ Նախ ստորագրել է խաղաղության փաստաթուղթ, որտեղ կա տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, Ալմաթայի հռչակագիր, ամերիկյան միջնորդություն եռակողմ հռչակագրում, այդ ճանապարհը Զանգեզուրի միջանցք չի, Արևմտյան Ադրբեջան չկա եւ այլն եւ այլն։ Հիմա սա մեզ համար հաջողություն է, թե ձախողում է։ Թե մեզ համար հաջողություն էր այն Լաչինի միջանցք ասվածը, որը կար նոյեմբերի 9-ի փաստաթղթում ռուսական վերահսկողության տակ, եւ Ադրբեջանը եկավ եւ գրավեց այդ միջանցքը եւ այդ միջանցքը փակեց եւ միայն բացեց մեկ պարագայում, երբ Արցախահայությունը պետք է դուրս գար իր բնորանից։ Եթե դա էր լավ փաստաթուղթը, մեզ նման լավ փաստաթղթեր վստահաբար պետք չեն։ Եվ իհարկե Հայաստանի եվրոինտեգրման ուղղությունը։
որը նույնպես շատ կարևոր հանգամանք է, որը պակաս կարևոր նաև ճնշող հանգամանք չէ հենց այդ բարի կամք ունեցող մարդու վրա, որտեղ մենք տեսանք թա վերջերս ինչեր տեղի ունեցան, ինչ հանդիպումներ տեղի ունեցան, այդ մարդու խոսույթը ոնց փոխվեց, ընդ որում փոխվեց նրա խոսույթը թե Միացյալ Նահանգների հանդեպ, թե Ֆրանսիայի հանդեպ, այո, գրեթե փաթաթվում էր Մակրոնին վերջերս։ Շատ լավ բան եք հիշեցնում, ես էլ կուզեմ հիշեցնել էլի մեր զրույցներից մի փոքր հատված, երբ ես ասում եմ, որ Ալիևը այդ քաղաքականությամբ գնալու է մեկուսացման եւ հետեւապես գալու է պահը, որ ինքը հրաժարվելու է դրանից։ Որտեվ հակառակը Հայաստանը բացվում է աշխարհին եւ Ադրբեջանը իր ժխտողականությամբ փակվում է աշխարհի առջև։ Եվ եկավ մի պահ, երբ ինքը հասկացավ նույն Ալիևը, որ այդ քաղաքականությունը առաջ տանել է, այդ իր ուժերի դիրքերից խոսելը, ես տարածաշրջանում պետք է հեգեմոն դառնամ, ես եմ որոշելու Հայաստանի սահմանադրությունը երբ եւ ինչպես փոխել։ Այդ ամենը փուչիկ դուրս եկավ, որովհետեւ ինքը գնաց շատ լավ Միացյալ Նահանգներում ստորագրեց փաստաթուղթ, դե թող չգնար, կարող էր չգնար, երկը չէր կարող, այդ կարող շատ էր ուզում գնար ճանաչեր Հայաստանի տարածքային, չէ, իր նպատակը ուրիշ բան էր, բայց ինքը չկարողացավ դիմանալ աշխարհի հզոր պետության կողմից մշակվող ստրատեգիական քաղաքականությանը այս տարածաշրջանում, իսկ այդ քաղաքականությամբ ամենևին նախատեսված չէ Ադրբեջանի համար գերակա դիրք այս տարածաշրջանում, ինքը բաղադրիչներից մեկն է այդ կոմունիկացիանը եւ ուզի չուզի ինքը այդ խաղի կանոնները պետք է ընդունի եւ այդպես էլ արեց եւ բնականաբար այսօր գնում է արդեն Եվրոպայում մասնակցում է այդ ուժերի գագաթնաժողովին, չէ՞, այո, եվրոպական այսպես դեմոկրատական ձգտումներ ունեցող պետությունների մեջ է փորձում վերադառնալ, իսկ մի ժամանակ Բելարուս, Ռուսաստան եւ այլ ավտորիտար այսպես ասենք բլոկներ, բայց հասկացա, որ դա Ադրբեջանի շահից չի բխում։ Գուցե իր անձնական շահից բխում էր, բայց այնուամենայնիվ իր անձնական շահն է կարող է հակադրվել Ադրբեջանի շահին, իսկ ինքը, ինչպես Թրամփը հիշեցրեց, արդեն քանի տարի է իշխանության։ Սա պատահական հիշեցում չէ։ Հիշեցրեց, այո։ Ընդ որում ես ուզում եմ նաև հիշեցնել Թրամփի հենց Եվրոպայում մի ինչ-որ միջոցառում էր կազմակերպել Միացյալ Նահանգների նախագահականը եւ այնտեղ ներկա է Ալիևը իր կնոջ հետ ու նորից հիշեց Թրամփը բնականաբար, ընդ որում ինքը բոլոր իր ելույթներում հիշում է այս փաստը, այս խաղաղության փաստաթուղթը բոլոր ելույթներում։ Ինքը համարյա թե մատ թափ տալով Ալիևին ասեց ամեն ինչ նորմալ է, չէ, խաղաղ է, չէ, դե կրակոց բան չկա, չէ։ Եվ Ալիևի դեմքի արտասում չէ։ Այլևս ոչ մի կրակոց։ Եվ այդ հիշեցումներն է պատահական չեն։ Ինքը գիտի, որ այս մի կողմը կարող է եւ փորձել արտաքին հրահրումներով նորից սրել իրավիճակը։ Եվ դրա համար պարբերաբար հիշեցնում է, ես կարծում եմ, որ այդքան է պատահական չէ այդ անունների ինքը խառնում, պետությունների հնչեցնելիս, դա էլ ուրիշ իր մեջ մեսիջ է, որ ես հիշում եմ, բայց դուք այնքան կարևոր չես, որ շատ ճիշտ հիշեմ, դե այսպես ասենք Հայաստանին էլ չի ուզում առաջնություն տալ, որովհետև ինքը փաստաթղթում է տվել այդ առաջնություն, թրիփը Հայաստանի տարածքով է անցնում եւ ոչ թե Ադրբեջանի։ Դա դիվանագիտություն է։ Այդ հանդիպման ու ամեն ինչի հիմքում դա էր։ Իհարկե։ Այո, այդ թրիփը ձևավորվեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում որպես սուվերեն տարածքի մաս։ Եվ ոչ թե Ադրբեջանում, հիմա Հայաստանն է ավելի կարևոր նահանգների համար, թե Ադրբեջանը։ Այդ ճանապարհը Հայաստանով է, չի անցնում։ Այդ ճանապարհը ԱՄՆ նախագահի անունով է։ Հիմա դա կլինի Թրամփ, կլինի ուրիշ, դա ԱՄՆ-ի նախագահն է։ Եվ երբ որ Բայդենի ադմինիստրացիան փոխվում էր, էլի ասում էին, չէ՞, այն փաստաթուղթը, որ ստորագրել են ստրատեգիա, հիմա ճղղելու է մի կողմա շպրտելու։ Մենք տեսանք, որ վերցրեց եւ շատ արագ ռեալիզացրեց։ Եվ այսօր մենք արդեն տեսնում ենք համագործակցության հեռանկարներ սահմանապահ ծառայությունների։ Այո, դեռ այստեղ են։ Այո, ներկայացուցիչները, որոնք գալու են եկել են փորձի փոխանակում են անում մեր սահմանապահ ծառայության ներկայացուցիչներ եւ այլն, այսինքն այս ամենը գործնականանում է, տարածաշրջանը պետք է բացվի եւ Հայաստանի Հանրապետության դերը եւ կարեւորությունը իր աշխարհագրության մեջ մեր սուվերենությանն ուղղված ամրապնդումն է եւ երբ որ կբացվեն ճանապարհները Հայաստանի Հանրապետության կշիռը ավելի կբարձրանա։ Շնորհակալություն, մեր եթերաժամն էլ սպառվեց։
Հիշեցնեմ, որ տաղավարում ես հյուրընկալել էի քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանին, ամենայն բարիք ձեզ։